աշխատակիցներին գնա։ Ներողություն, մենք համազգեստով տանում են Միքայել arczepiskopos Աջապահյանի տղամարդիկ, դուք ընդհանրապես նրա հոսերին հետևում եք որպես հայմարդ։ Օրինակ դուք տեղյակ եք ինչ է կատարվում երկրում։ Թե դուք մենք ձեր հանրականներն եք կատարում։ Ինչու է լրագրողներին արգելված մտնել այստեղ։ Իսկ դուք կարող եք որ պատահի զարմանաք, որ ձեր փոխարեն նաև ձեզ համար են պայքարում այս մարդիկ։ Ով է արգելում լրատվամիջոցներին մոտենալ, ումից մենք կարող ենք ճիշտել ինչու է խոչընդոտվում մեր աշխատանքը։ Եվ ընդհանրապես ինչ իրավունք ունեք լրատվամիջոցին խոչընդոտել, սա 6000 տարին մեկ կատարվող խայտառակություն է, եւ դուք հիմա խանգարում եք մեզ արձանագրել այն, ինչի համար գուցե ընդամենը ամիսներ հետո նաեւ դուք եք պատասխան տալու։ Դուք այս մասին խոսել կամ մտածել եք ձեր ներսում, հարգելիներ։ Երբեք հայ ոստիկանին եւ իրավապահին ելիչեր չեն ասել։ Դուք պատկերացնում եք ինչ է կատարվում մեր երկրում, դուք լրահոսերին հետևում եք, հայկական հողեր են կիսում, հայկական տարածքներ են թշնամուն նվիրում առանց կրակոցի։ Դուք տեղյակ եք ինչ է կատարվում երկրում, հարգելիներս։ Սա ազգային անվտանգության ծառայություն է, թե ՔՊ-ի անվտանգության ծառայություն է մեր երկրում մեր հաշվին գործում։ Հենց նոր մոտեցան ետնամուտքին վեհարանի հախնդրեմ իրավապահները հպարտ դեմքով նրանք այս պատմական առաքելությունը վերցել են իրենց վրա եւ հիմա դուրս է բերվում այստեղից հավանաբար ձեռնաշղթաներով arczepiskopos Աջապահյանը, ումից վիրավորվել է Փաշինյանը, որ ասել է այս իշխանության այո պետք է փոխել։ Իրեւ Աջապահյանը երբեք չի թաքցրել իր մոտեցումը եւ գնահատականներ իշխանության գործունեության վերաբերյալ եւ միշտ ասել է, որ այսքան եկեղեցիներ, հողատարածքներ, հայկական տարածքներ թշնամու նվիրածը այո պետք է հեռանա եւ շանս չունենա վերընտրվելու։ Եվ ահա այս մարդուն իշխանափոխության կոչերի համար այսօր եկել են ձերբակալելու, 3 մամուլով արտահոսքն արեցին, որ քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին իր անցած տարվա ելույթներից մեկի հիման վրա։ Arczepiskoposը երկրորդ բարձրաստիճան Պետրոս